Վարպետ մենք հիմա գտնվում ենք Բաքում, արվեստանոցի, իհարկե արվեստանոցը շատ փոքր է այդ մեծ քանդակների համար, եւ մեր զրույցը սկսենք մեր հզորներից մեկի Նժդեհի կիսանդրուց։ Քանդակել եք նաեւ Նժդեհին։ Ամենամեծ հայերից մեկը Նժդեհն է։ Մտածում էր Հայաստանի համար, մտածում էր Հայաստան տուն սարքելու, երկիր սարքելու համար։ Հետո ցավոք սրտի թողեց հեռացավ, բայց Զանգեզուրը Սյունիքը պահեց իր շնորհքն է, որ այսօր Հայաստան կա։ Եվ տալ ուրիշի Զանգեզուրը նշանակում է դավաճանել Նժդեհին։ Այնպես որ ես ներողություն եմ խնդրում Նժդեհից, որ այդպիսի դավաճաններ ունենք։ Եվ մենք չպետք է թողենք, ոչ թե սուսուփուս լսենք, թե ինչեր ասում, մենք պետք է ըմբոստանանք։ Ըմբոստությունը նրա համար լինի, որ երկիր կառուցենք։ Այո։ Տան նման մեկ-մեկ քարերը դնենք, շարենք, բարձրանանք, իսկ այն ինչքան հզոր մարդիկ ունենք, դրանք ասի մեր սյուններ են։ Մեր սյուների վրա պետք է ստեղծենք մեր երկիրը։ Եվ հասկանանք, որ մեր տան պատը սկսում է մեր սահմանից, սահմանին է դրված։ Այդպես է։ Պետք եղավ սահմանապահ լինենք, պետք եղավ մյուս բաներ լինենք։ Հետո հայը ուղեղ ունի, ուղեղով ինչքան բան կարելի է սարքել։ Ուղեղով կարելի է սահմանապահ սարքել, որ չզոհվի սահմանապահը, այլ տեխնիկան, մյուս բաները օգտագործեն լավ սահմանապահ լինի, բան չունենա, վրիպում չունենա, այդ տեխնիկայի միջոցով։ Ու սահմանը եթե պահենք, երկիրը պահենք, կզարգանանք։ Ինչի ոչ մեկը չի ուզում ասի, որ Սյունիքն են ուզում, տրիպ են ասում, եսի ինչ են ասում, այդ Սյունիքում հսկայական մոլիբդեն կա, Սյունիքում կա ուրանի հանքեր, Սյունիքում բոլորը գիտեն, աչք են դրել, դուք դրա մասին չեք խոսում, ինչ որ ասում եք, որ Թուրքիան ճանապարհը բացի, մեզ պետք չի ճանապարհը այդ։ Այդ ձևով պետք չի, այո։ Այդ ձևով պետք չի։ Մեր ամեն ինչի հաշվին, ցեղասպանությունը մոռանալու հաշվին, չգիտեմ, արժեքները ժխտելու հաշվին։ Ես գտնում եմ, որ այդ շատ սխալը Սյունիքը տալը։ Սյունիքը տվեցին չկան, Հայաստան չկա։ Ես սյունեցի եմ, ես ուզում եմ գնալ իմ հոր գերեզմանին։ Ես դրանից հետո պետք է թույլտվություն վերցնեմ, եկեք կթողեն, թե չէ, դա լարսականն է։ Ես պետք է երբ ուզենամ գնամ իմ հոր գերեզմանին։ Վարպետ, ամբողջ մեր պետական սահմանը Իրանի հետ։ Ասում են իրենց խոսքերով վարձով ենք տվել Ամերիկային, ոչ դուք ամբողջ պետական սահմանը։ Դուք ինչ իրավունք ունեք տալու։ Մենք շրջափակման թուրքական բանի շրջափակման մեջ ենք հայտնվում։ Քու ժողովրդին չես լսում թուրքին ու ադրբեջանցուն ես լսում։ Իսկ երկու օր առաջ էլ նրանց Թուրքիայի նախարարին երբ ասացին թրիպ տրանսպորտի, քմծիծահասից թրիպ Զանգեզուրի միջանցք։ Ասեց Զանգեզուրի միջանցքը կարաք օգտագործեք, թրիպը կա թե Բայդենը եմ ասում։ Ծաղրում են նրանք թրիպ լսելուց։ Հա։ Այս Թուրքիան, թուրքերը։ Ով է դրան բուծել, ով է բերել, ինչ արել, տենց զարմանում ես, ինչի համար չգիտեմ։ Եվ մենք կանգնած ենք Նժդեհի կիսանդրուի այո, այս հրաշք մարդու կարդում ես եւ հիանում ես, թե այդ ինչ մտքեր ա ունեցել։ Կարդում ես, զգում ես, այդ ինչ առաջնորդ ա եղել։ Կարդում ես եւ զգում ես, այդ ինչ հայ ա եղել։ Հայը այդպեսին պետք է լինի։ Այո, ժողովրդի մի մասը մոլորության մեջ է ասում էր լավ է թրիպը տվել են ճանապարհը, նույնիսկ քաղաքական ընդդիմադիր գործիչներն են շատերը ողջունում, բայց ճիշտ էր թրիպը, չգիտեմ, պիտի մեծացնել, լայնացնել, բայց բարձում է բոլորը համաձայն են, հա, ամբողջ սահմանը տալ, ոչ, ժողովուրդն էլ չի խոսում, ինքն էլ սուտ ասում, հիմա այս մարդը ամեն ինչ ճիշտ է ասում ու ճիշտ գրում։ Ես կարդում եմ, զարմանում եմ, թե այդ ինչ ուղեղ ա ունեցել, այն ժամանակ գրելա, այսօր արդիական ա լրի, իր գրածները, իր ասածները եւ այս երկիրը տվել ա մեզ այս ձեով։ Ինչի են մեզ ստում, ինչի են խափում։ Դուք ով եք, որ մեզ խափեք։
Ստախոսներ, ինչի եք այդպես երկիրը ավիրում, ինչի եք երկիրը թշնամուն տալիս, ինչի եք Տրամպին այդպես առաջ տալիս, չի կարելի, չէ, այդքան չի կարելի, հա լավ շատ բաներ չենք հասկանում, բայց զգում ենք, որ երկիրը կործանում ենք, ինչ է եղել այդ, դուք ինչ իրավունք ունեք մեր երկիրը կործանելու, ով է ձեզ ասած մանդատը տվել, որ բան անես, կամ ինչ իրավունքով ես դու Արցախի այդ բանը ստորագրել, որ իրանցն է։ Քեզով է տվել այդ։ Այն 150,000 թե 130,000 հայերին ինչի հանեցիր։ Դու ինչ իրավունք ունեիր։ Պատերազմից առաջ 150,000 են եղել։ Ես քեզ այդպիսի մանդատ չեմ տվել։ Եվ շատերը չեն տվել, դրա մանդատը չեն տվել, դու այդ մանդատը չուներ, ոնց ես դու ստորագրել։ Մի ամբողջ ժողովրդի անունից։ Մի ամբողջ ժողովրդի անունից։ Եվ այսօր էլ խոսում ես ու սուտ ես ասում։ Ես չեմ այդքան ժամանակ չունեմ նստեմ ձեր սուտը ճիշտը, որն է, որը դա ես չեմ կարող այդ որոշել, որտեղ դրա ժամանակն էլ չկա։ Այնքան եք խաբել, որ չգիտենք արդեն ինչուց է։ Եվ ցավում եմ, որ այդ բաներից եմ խոսում։ Ես քանդակագործ եմ, ես այդ քանդակը կանեմ, լավ կանեմ, Չարենցի պորտրետը լավ կանեմ, Նժդեհի պորտրետը լավ կանեմ, ինչ որ անեմ, եւ գոնե մի գրամ սրտիս կնստի, որ Նժդեհի համար եմ բան արել, Չարենցի համար քանդակ եմ արել, լավ եմ արել, վատ եմ արել, էդ է։ Բայց աշխատում եմ վատ չանել, այ լավ անել։ Մոտենանք մյուս падգամին, հա, մյուս ստեղծող ասողին, այս հրաշալի քանդակին, հա։ Դե այս քանդակը պետք է լիներ բան, մեր ասած Բանգլադեշում, արևմտյան թաղամասում է։ Բայց մեր գեղխորհուրդը որոշեց, որ այդպիսի բան չպետք է լինի, տարբեր վարիանտներ եմ արել։ Սա հրաշալի քանդակ է։ Դե քարի մետաղի համադրություն ձեռքերը։ Գիպսից բան է արել, բայց ես մտածել եմ, որ վերջը sense պետք է անել։ Այո։ Եվ պատկերացնում եմ, որ Սևակի տան դիմաց այդ ճանապարհին այդպես դրվեր այդ ժարի պես կանգնած Սևակը իր համար մտածում է, sense բան անում եւ շատ լավ գործ կլիներ։ Այո։ Ես չեմ սիրում ինձ գովել, իմ մասին խոսել, բայց այնպես եմ մտածել, որ Աստվածը ինձնից լավ մտածեն, լավ գործ անեն, բայց այսպիսի գործ չկա։ Շատ կուզեմ, որ այդ գործը իսկապես իրականացվի, հա, այդ էլ ասեմ, իմ տղան քանդակագործ է։ Այս ինքն արել, այս Նժդեհը ինքն է տաշել, բայց ես եմ քանդակել, ինքն է տաշել։ Այսօր էլ Իջևանում սիմպոզիում է մասնակցում տղաս եւ գոնե հույս ունենամ, որ տղաս էլ է Նժդեհին շատ։ Տղայի անունը Հովանես, հորս անունն է, ոնց որ միշտ դնում ենք եւ ինքն էլ հայրենասեր, ինքն էլ բան կուզեմ, որ ինքը իմ չլնելուց հետո այս գործը դրվի։ Շատ լավ, մենք վարպետ մոտենանք մի այսպես մոնումենտալ արձանի, որ սա ներսես աշտարակեցու հսկայածավալ արձանն է, շատ հետաքրքիր ոճով, հետաքրքիր լուծումներով քանդակված, որ գրքի պես պետք է կարդաս ամեն դետալը իր խորհուրդն ունի, կարծում եմ, այսպես եմ ես զգում, եւ միտքը գաղափարը, այ խոսենք, սա ուզում էիք տեղադրել Շուշիում, բայց չստացվեց։ Չստացվեց, որտեղ գիտեք ինչ հասկանալի պատճառներով, բայց ինչի չպետք է տեղադրեի։ Իրա մի ստորագրությամբ այս ոչնչացրեց այս քանդակը։ Հիմա Ներսես աշտարակիչին եղել է հայրենասեր, հզոր, ուժեղ, փոքր հասակի, ուժեղ մարդ եւ ամեն ինչ արել է, որ Հայաստանը մեծ լինի։ Գրիբայեդովին խնդրել է, որ ընդեղի տեղից գաղթած հայերին ուղարկի հետ Հայաստան, որտեվ պետք էր, որ մարդահամար լիներ, մարդահաշիվ լիներ եւ
տեսնում էր, որ պետություն ստեղծելու համար այդ շատ կարևոր էր, որ նրանց ընդեղից ուղարկեն։ Այդ 28-29 թվականներին, որ եկել են Պարսկաստանից հայերը, արդեն մարդահամարը ուրիշ է եղել։ Հիմա էլի ես հիշեցի, որ 300,000 ադրբեջանցին երբ է տեղ եղել, երբ է բան եղել, 1828 թվին ադրբեջանցի կար, չկար, չէ։ Իսկ հիմա ասում են, որ կա եւ ինքն էլ ձեն չի անում, այսինքն համաձայնվում է, որ բանա։ Ինչ ես համաձայնվում։ Նրանց ազգությունը 1936 թվականի Ստալինյան բանից հետո կոնստիտուցիայից հետո սահմանադրությունից հետո է գրվել, նույնիսկ ռուսերն են ասում, որտեղ երբ Արցախը, այո, Արցախը որ 21 թվականին հանձնում է խորհրդային, իհարկե ավտոնոմ ինքնավար մարզ ճանաչեցին, այնտեղ նշված չի ադրբեջանցի այդ փաստը գրված է հայերի եւ մուսուլմանների միջեւ, որպեսզի այսինքն ազգություն էլ չունեին։ Այսօր ասում է, սա իմ պատմական երկիրն է, Հայաստան չի եղել իմն է։ Ձեն չես հանում նշանակում է համաձայն ես։ Ինչի համար ես համաձայն։ Դու ինձ հարցրել ես, որ ես համաձայն եմ, Իրանից հարցրել ես, մյուսներին հարցրել ես, որ համաձայն եմ, որ համաձայնվես դու էդ էլ տաս։ Ես մանդատ եմ տվել քեզ, որը դու ասես։ Ես քեզ մանդատ եմ տվել ստեկ ղեկավարելու, կառավարելու համար։ Ինչ գործ ունես Արցախի հետ։ Վարպետ այնքան է Արցախը մեր մեջ մտած։ Հիմա հեշտ է այդպես անել, անգամ Արցախ անունը այսօր չի խրախուսվում տալ։ Չեմ կարողանում, ես հանգիստ մարդ եմ, բայց հիմա չեմ կարողանում այդ բաները հանգիստ ընդունել, որտեվ ներսս բորբոքված է, ներսս ամբոստանում է։ Ես չեմ ուզում համաձայն չեմ այդ ամեն ինչի հետ։ Այդ չի նշանակում, թե դու համաձայն ես հերիքա, լավ է, բրծավ գնաց։ Եվ այդպես իմ նման մտածողներ շատ կան, շատ կան։ Այդ հարցրու իրանց հետո Երբ ասում ենք Արցախից հետո Սյունիքն է, մյուսն է, արդեն նրանք արևմտյան Ադրբեջան, մեզ ասում են ռևանշիստ։ Մենք ռևանշիստ չենք, մենք ասում ենք մեր հողը, մեր պետությունը, պետականությունը պահենք։ Դա ռևանշիզմ է։ Այդ ոչ։ Իրանք մարդասպան են, ասում են մարդասպանը դու ես։ Այո, իրենք ցեղասպանել են, հիմա դիմել են ՄԱԿ-ին, որ հայերը 1918 թվականին ադրբեջանցիներին ցեղասպանել, որ ցեղասպանվածին ցեղասպան ճանաչել, այս է։ Մենք էլ լռում ենք, ձայն չենք, Թուրքիան էլ ասում է, այո, պետք է ճանաչել։ Մենք հասցրեցին մեզ այս վիճակին, այս իշխանությունները, որ իրենց լուր համաձայնությամբ ցեղասպանվողից դարձանք ցեղասպանող։ Վայ քեզ բան։ Այդ մանդատը տվել են, որ մեզ ցեղասպան սարքես։ Դրա համար մենք ցեղասպանել ենք ամբողջ արևմտյան Հայաստանը դատարկվել է, հայ չկա այնտեղ թուրքերն են, թուրքերն լացում ասում են դուք եք մեզ ցեղաս, կամ ամբողջ Արցախը, Նախիջևանը, այդ ո՞նց մենք դառնանք ցեղասպան, ինչ որ մերը չի ձերն է։ Ո՞նց հասկանանք։ Մեզ կպատեր, ինչի եք բաժանել, ինչի եք Նախիջևանը տվել, ինչի եք Արցախը տվել նրանց։ Հələ արանքում էլ ինչ որ ցեղեր եք բերել, մացրել, որ կապ չունենանք, ինչի համար։ Վարպետ մեր զրույցը փորձենք ամփոփել մեր մյուս մեծի Վիթխարի մեծի արձանի մոտ։ Մեր մյուս մեծը, որ իր ամբողջ մեր երկարվեստը, ինչպես Սևակն է ասում, այո, մեր երկի Մեսրոպ Մաշտոց, մեր իհարկե նրա ձեռագրերը, վերջին տարիների աշխատանքները թուրքերը բռնագրավեցին, ոչնչացրեցին Թուրքիան, դա պատմական փաստ է, խազարերն էր վերցանել, որ մեզ շատ քիչ բանն է անգամ հասել Կոմիտասի կատարած գործից, բայց դա այնքան մեծ է, այնքան վիթխարի է, որ ինքը համաշխարհային մեծություն է։ Աշխարհի որ բեմից Կոմիտաս հնչում է, առաջին մրցանակ Գրան պրի է ստանում, եւ ինքն է հնչեցրել իր, այո, խոսենք իր падգամներից, իր ինքն էլ է պատմական Հայաստանից, հա, պատմության չի տեղավորվում այսօրվա իրական Հայաստանի մեջ, ինչ անենք, Կոմիտասին հիմա ուր ուղարկենք։ Մեր սրտերում է Կոմիտասը, ուր էլ ուղարկեն, դրանց դուրս չեն հանելու, չեն կարողանալու։ Այս այն մարդն է, որ Դեբյուսին վերակացել երկելուց հետո ձեռքը փեշը համբյուրել է։ Այդ այն մարդն է, որ զտել է հայ երաժշտությունը,
զտելա եւ զտարյուն տվելա Հայաստանին։ Ինքն էլ զոհա, իրան էլ են ծախել, իրան էլ են տվել դրան։ Չի կարելի տենց մարդիկ ունենալ, խո բոլոր ազգերը չունեն այդպես մարդ։ Կոմիտասի նման մարդ։ Եվ հիմիկվա մեր երաժշտություն ենք նայում Արամ Խաչատրյան, Արնո Բաբաջանյան, եսի մյուսները, բանը Տիգրան Մանսուրյանը հրաշալի երաժշտություն են ստեղծում։ Իրա շնորհիվ է։ Այո։ Իրան աշակերտ չեն եղել, բայց իրա падգամները կատարողներն են։ Այո, Խաչատրյանի եւ արվեստում եւ ժողովրդականն է, եւ Կոմիտասն է ու համաշխարհային հնչեղություն։ Հրաշք մարդ է։ Մենք ո՞նց կարող ենք դավաճանել իրանց։ Ուրեմն մի այդպեսի դեպք կա, կարծեմ Թերլեմեզյանն է, այնտեղ Պոլսում, որտեղ մի շենքում մնում են, թուրք բարձրաստիճան պաշտոնյա է լինում, ծանոթ է լինում, ասում է մի հատ արի էլի մեր Կոմիտասին լսի եւ համոզում բերում է Կոմիտասը նվագում է դաշնամուր, այս թուրք պաշտոնյան լսում, ասում է ձեռքը խփեց սեղանին, ասաց 800 տարվա պետություն ենք, այսպիսի մեկը չունեցանք։ Ու գնում է։ Այս է Կոմիտասը։ Դա այսինքն ինքը իր կնիքը դրել է, պինդ ամրագրել է եւ այսօր էլ չենք պաշտոն Կոմիտասին։ Ինչի ենք պաշտոն։ Կոմիտասը մեր էությունն է։ Ինչի ենք պաշտոն։ Որտեւ ազնիվ, անկեղծ, արվեստագետա, հզոր երաժշտություն է ստեղծել, մաքուր, զուլալ հայկական երաժշտություն է ստեղծել, այսքանը հերիք է, արդեն մաշտոց է դառնում։ Որտեվ ինքը հազարամյակների մեր արվեստը։ Հավաքել։ Այո, ինքը այս հիմա 157 տարեկան է, հա, 1869-ը ծնվեցին Թումանյանը, բայց մենք զգում ենք Կոմիտասին, որ հազարամյակներից է գալիս, այդ հազարամյակների լույսը դրեց մեր մեջ, հա։ Հավաքեց տվեց մեզ։ Այո։ Մենք Կարծես Մաշտոցի տարիքին է։ Հա, Մաշտոցի տարիք, երաժշտության Մաշտոցն է։ Ոնց կարող ենք իրան դավաճանել։ Ուրեմն մարդ չենք։ Ուրեմն մի ստախոսը, մի ստորագրողը մարդա մենք մարդ չենք, հա, դուց է գալիս, տենց է դուց գալիս։ Կամ ինչ գործ ունենք, ես որ այս քաղաքականությունից խոսեմ, ես իմ նշանակումա դուք վատ եք անում։ Այո։ Ստիպված մենք ձեր գործն ենք անում։ Դուք չեք կարա ինչ էլ անեք գլուխները պատին տակ քանդակ չեք կարա անեք, բայց ես քանդակ կարամ անեմ ըմբոստանում եմ ձեր վարած քաղաքականությունից։ Այդ քաղաքականությունն էլ ես քաղաքագետ չեմ, տեսնում եմ որ վատ եք անում, շատ վատ եք անում, երկիր եք կործանում եւ թող գնացեք էլի։ Հուսանք կգնան եւ մեր երկիրը, մեր մշակույթը ամեն ինչը կմնա եւ լավ կլինի եւ այս հզոր ժողովուրդը որ այդ մեծերին է տվել պատահական չէր, մենք շրջում էինք, այդպիսի մեծեր տված ժողովուրդը չի կարող կործանվել։ Մեծ մարդ է, ինքնաթիռել անցնում անդից։ Ինքը եկելա որ ռուսներին բերի բանանի հաշտացնի եսի ինչ, թուրը դերքին կռվել է Պարսկաստանի դեմ։ Թուրն է ձեռքին եղել, ասում են փոքրամարմին, բայց հզոր մաքրել է եկեղեցին, զուլալացրել է եկեղեցին, ոնց էր այս մարդը կարողացել է մեր երաժշտությունը մաքրել, այն էլ եկեղեցին է մաքրել։ Եվ այդպիսի մարդկանցով կարելի է աշխարհը շուռ տալ։ Այո, որպես մեր խոստի ամփոփում, որպես քանդակագործ, արվեստագետ, այ ինչ ունեք հղելու, ասելու ժողովրդին մեզ բոլորին։ Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը պինդ լինի, ուժեղ լինի եւ ամենքս մեզ զինվոր զգանք։ Ոչ մեկը չի կարող մեզ բան ասել։ Զինվոր զգանք, տիրապետենք բոլոր զենքերին, բոլոր ամեն ինչին, որ մեր երկիրը պաշտպանենք։ Մենք ռևանշիст չենք, մենք լավ քանդակագործ ենք, լավ երաժիշտ ենք, լավ կաթողիկոս ենք, եսիմ ինչ ենք, այդ բոլորը բան անենք եւ չպետք է թողենք, որ մեր եկեղեցուն, մեր հավատքին վատ բան ասեն։ Այո, մենք այսօր ներսես աշտարակեցուն եք քանդակել։
Բացառված չէ վաղնել մեր այսօրվա հոգևորականներին, կաթողիկոսին, սրբազաններին քանդակին, որոնք Իհարկե, այսօր բանտում են կամ հալածանքի տակ են։ Այսօր զգում ենք մեր եկեղեցու նկատմամբ հալածանք։ Ամենտեղ խոչ չեն կարող պաշտպանել։ Մենք պաշտպանենք այն մեր տարածք վերցնենք ու պաշտպանենք։ Էտա ու երկիր ստեղծենք։ Մի ամենքս մի քար դնենք, որ տունը բարձրանա, մեր պետությունը բարձրանա, մեր պետությունը ստեղծվի, կառուցվի եւ Այո, ցավ կզգանք, որ ներսես աշտարակեցուն ժամանակին հալածած լինին, բայց այսօր մենք տեսնում ենք մեր սրբազաններին են հալածում։ դե արդեն ասելու բան չունեմ։ Դուք ամեն ինչ ասեցիք, ինչ ասել դից։ Բարձ է։ Լավ, վարպետ, շատ երկար կարելի է խոսել, շատ, հա, մեկ առ մեկ մենք քանդակների քիչ մասը արվեստի ներկայացը հնարավոր էլ չէր երկար ժամեր են պետք դրա համար։ Ես ավելի հիմա շատ մտածում եմ քաղաքական թեմաներով, քան քանդակի թեմայով։ Քանդակը 10-րդ պլանա, երբ որ ասում թնդանոթները կրակում են, արվեստը լռում է։ Վարպետ, ձեզ պատասխանը ինձ էլ է պատել, նույնն էլ ես ավելի շատ մտածում եմ այդ քան ստեղծագործում կամ որովհետև այլ կերպ չէր կարող լինել։ Մեկ հուզում եմ, բայց այդ հուզվելն էլ է պետք, հենց նենց խոսքեր չեն։ Այո։ Ես զինվոր կդառնամ, ով կգա իմ հետ, բարի, ով չի գա արդեն գիտենք։ Հա, տարիք սառալ եմ բանը մարը, բայց կապ չունի։ Ես զինվոր կդառնամ իմ երկրի համար։ Մենք սպասում ենք ձեր նոր քանդակներին։ Ես մեր հեռուստադիտողներին, մեզ հետևողներին, հրապարակ հետևողներին ասեմ, որ եղանք տեսանք արվեստանոցում մեր մեծերի քանդակները, մեր մեծերին ինչպես մեր այսօրվա մեծը հարգելով, գնահատելով քանդակել է մեր նախորդ շրջանների մեծերին։ Այո, գուցե Գետիկ Բաղդասարյանը հիմա ինձ հետ մի քիչ համեստորեն չհամաձայնի, բայց վաղն էլ ձեզ են որպես մեծ քանդակելու, ձեր անունն էսպես հնչելու այս մեծերի շարքում։ Այո, եւ հենց այս տրամադրությամբ էլ, այո, ուզում եմ ավարտել մեր զրույցը։ Շնորհակալ եմ վարպետ այս հաճելի ժամանակի համար, որ տրամադրեցիք մեզ, որ մենք կարողացանք մի քիչ մի փոքր մասը ձեր արվեստի մատուցել, հիմա չգիտեմ ոնց ստացվեց, մեր հեռուստադիտողը կգնահատի, թող ներող լինի, եթե այնպես չէր, ինչպես պետք էր։ Ես բոլորիդ առողջություն եմ ցանկանում եւ ցանկանում եմ, որ պայքարող, ուժեղ, ամուր, հզոր երկիր սարքենք։ Ձեզնով եւ ինձանով։